Դատական համակարգը պետք է իրապես լինի անկախ, որտեղ իրավունքի գերակայություն հնարավոր չի լինի ամբողջությամբ երկրում հաստատել, եթե չունենք անկախ դատական համակարգ։ Իսկ մենք բնականաբար շատ անելիք ունենք այստեղ, ձեզ հետ միասին։ Մենք բողոքներ ենք տեսել կալանքների հարցը հատկապես, որտեղ մենք ունենք իրավիճակներ, երբ ուսումնասիրում ես ակնհայտ միջնորդությունը քննիչի եւ թեև չեմ կարող անհատական գործով միջամտել, բայց քաղաքացին ներկայացնում է դիմումը, առերևույթ ուսումնասիրում ես քննիչի որոշումը, դատանի որոշումը գրեթե նույն բանն է։ Մենք անգամ դեպքեր ունենք եւ նույն տարը վրիպումը այնտեղ եղել, նույն վրիպումը այնտեղ եղել։ Ակնհայտ է, որ այստեղ խնդիր կա, դրա համար պետք է այստեղ հատկապես աշխատել, կան դրական տեղաշարժեր վճռաբեկ դատանի նախադեպային պրակտիկայի առումով, որտեղ այս վերջերս վճռաբեկ դատանը շատ լավ զարգացնում է նախադեպային պրակտիկան, հատկապես կալանքների երկարացման առումով, հատկապես այն առումով, որ քննարկվեն մյուս խափան միջոցները, բայց համակարգային առումով սա նաև պետքա լուրջ օրենսդրական հիմքեր ունենա։ Եվ բնականաբար իրավամտածողություն պետք է փոխվի, գիտեք, դատավորը ոչ միայն պետք է լինի անկախ, այդպես օրենքում է գրած, ինքը նաև պետք է երևա որպես անկախ ու անաչառ հասարակության աչքի առաջ իր գործողություններով, որոշումներով, իր պահվածքով, եւ այդ առումով ես հատկապես կարևորում եմ դատական համակարգի հետ աշխատանք։